Խաբել վեր քեզի գցել են ստեղ արա։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճիռը չկատարելու համար անպատիժ է մնում, իսկ քաղաքացիները օրենքի ողջ խստությամբ պատժվում են նույն արարքի համար։ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։ Բանն այն է, որ Արթուր Հովհաննիսյանը դիտավորությամբ չի կատարել դատարանի վճիռը, չնայած պարտվել է դատական գործընթացում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր։ Լեզուն կտրեմ արկաշներում որպես սպառնալիք։ Այս հայտարարությունների համար Հովհաննիսյանը դատանում պարտվել է Էդգար Ղազարյանին վճարել 1.250.000 դրամ փոխհատուցում, սակայն հրաժարվում է ներողություն խնդրել, ինչն էլ դատական ակտի չկատարման հիմք է, որը քրեորեն պատժելի արարք է։ Այսպիսով, ըստ իրավական տրամաբանության Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել եւ մտնել Ազգային ժողով Արթուր Հովհաննիսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, բայց նա դա չի անում, քանի որ Հովհաննիսյանը ԿՊ խմբակցության քարտուղար է։ Մինչդեռ անցնող տարիներին 7-ից ավել ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար Աննա Վարդապետյանը Ազգային ժողով գնացել է։ Ժողովուրդ օրաթերթը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից պարզել է, որ շարքային քաղաքացիները դատարանի վճիռ չկատարելու համար ենթարկվել են քրեական պատասխանատվության։ Օրինակ, Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ վտած որոշումը։ Თ. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին այցանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի կատարել։ Այս օրինակները ցույց են տալիս, որ դատարանի վճիռը չկատարելու համար քրեական պատասխանատվություն իրականում կիրառվում է շարքային քաղաքացիների դեպքում, իսկ այ իշխանական գործիչները անպատիժ են։ Հիշեցնենք, որ խոսքը նույն Արթուր Հովհաննիսյանի մասին է, որի ավտոմեքենայից 2017 թվականին զորամբոշ 24 միլիգրամ թմրանյութ էր հայտնաբերվել եւ հարուցվել քրեական գործ, այսինքն նա ձերբակալվել է թմրանյութի գործով։